Ես ուզում եմ նշել այս դեպքի մասով, որ նախ դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ եւ որ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ այս պայծրությամբ աչոչ կերպով դիտարկում է դեպքը, ունենք հաղորդում, որը փոխանցել են քննչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում, սկզբից ունեինք անց նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել, հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետքեր նախնական տվյալներով հայտնաբերվել, այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացվի։ Նախարար, որ ասում եք առաջին նման դեպքն է, ինչ նկատենք, որ այդ տարիքի երեխայի մոտ այդպիսի բան է հաստատվել, թե ինչ մանրամասներ։ Այո, ընդ որում, քանի որ երեխան տեղափոխվել է նաեւ բժշկական հաստատություն, սկզբից անհասկանալի է նաեւ ծնողների համար եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում, քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետքեր հայտնաբերվել, բնականաբար բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում եւ արդյոք գործ ունենք վերջնական փորձաքննությամբ թմրամիջոցի հետ։ Այս պահին որևէ վարկած, որ կարող եք ասել, ինչ է տեղի ունեցել։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի են գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին, դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Դպրոցում էլ ինչ որ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում անպայմանորեն Սարգսյան, մի կարճ ճշտող Ով տվել է այդ ենթադրյալը բանակով։ Այս պահին վերջնական նույնականացված անձ չունենք, Նարեկ ջան, ես նշեցի, որ տարբեր վարկածներ են քննարկել, տարբեր անձանց ենք նույնականացրել, բայց վստահ եմ գիտեք, որ իրավական process-ը պիտի պատշաճ շեմ ունենանք նաև հաղթահարելու, որ վստահ ասենք, որ տվյալ անձն է ներգրաված, կարծում եմ կարճ ժամանակ անց հանդես կգանք ճշգրիտ դասարանում միայն այդ երեխայի մոտ է հայտնաբերված։ Այո, մի անձի մասին։ Կներեք, ելի նորից ճշտեմ, որ դուք ասում եք առաջին դեպքն է, մի հատ ասեք նորից ինչ առաջին այդ տարիքի այդ տեսակի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման։ Նմանատիպ իրավիճակ առաջին անգամ է, որովհետև մինչ այս պահը ինչ ինֆորմացիա որ հանրայնացվել է նաև հանրային տիրույթում, բոլորը ճշգրտվել են նմանատիպ իրավիճակներ չեն եղել, ընդ որում մենք հորդորել ենք նաև նմանատիպ գրառումներ կատարողներին հանդես գալ հանցագործության մասին հաղորդում, 0 հաղորդում ենք ստացել այդ մասով, Մղջյանի դեպքի մասով վստահ եմ գիտեք, որ ի սկզբանե հայտարարվում էր, որ թմրամիջոց է, բայց թմրամիջոց չի եղել եւ այսպես շարունակ եւ բնական է որ ցանկացած մտահոգող ազդակ մեզ համար կարեւոր է այս դեպքը ամբողջ ուշադրության կենտրոնում է իրավապահ համակարգի եւ վստահ եմ որ կարճ ժամանակ անց ամբողջ պատկերով հանդես կգանք հայտարարել։ Իսկ երեխան կարողանում է շփվել ինչ որ տեղեկություններ անել որտեղ նախնական բանին է ունի այսինքն ինքը պատմել է այս պահի դրությամբ երեխայի վիճակը ըստ մեր տեղեկությունների արդեն իսկ փոփոխության է ենթարկվել որոշակի շփումներ նաեւ եղել են երեխան ինքը որոշակի տվյալներ է նաեւ հաղորդել բայց հաշվի առնելով թեմայի նրբությունը եւ զգայունությունը հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ այլևս անդրադարձ Այսօր է հայտնի տվյալներ թե 3 տիկին նախարար ինչպես նախապես գրված էր։ Բժշկական հաստատության հետ եւս աշխատում ենք, դա նախարարության տիրույթում չի գտնվում, որպեսզի ես վերջնական այս պայծրությամբ տվյալները հանրայնացնեմ եւ կարծում եմ ճիշտ էլ չէ վարույթի շրջանակներում առողջական վիճակի մասին որևէ տվյալ իմ կողմից հանրայնացնել, ես այսքանով եզրափակեմ նշելով, որ արժանահավատ համարվել է Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ երեխայի նշած ցանկացած տվյալ վստահ եղեք, որ ստուգվում է։